The time has come for better. Ինչա liquid glass-ը առհասարակ իրանից ենթադրում եկեք մենք sense հասկանանք sense ամենաառաջի этаպով որ ինքը դուրս եկավ մեր sense բոլորիս համար շոկ էր էլի ոնց sense դիզայնը փոխվում է ամբողջությամբ ոնց որ դառնում է հենց liquid ոնց որ մատերիալ ու փաստորեն այդպես էլ եղավ ու ինքը ունի ասես մի հատ մեծ նշանակություն այսինքն Apple-ը որպես այդպեսի ներդրեց այս design language-ը կարելի է ասենց ասել նրա համար, որպեսզի ոնց որ դիզայներները ավելի շատ խորանան ոչ թե որ UI հա ոնց որ blur էֆեկտներ եւ այլն, այլենց հասկանան թե ոնց են աշխատում ռեալ մատերիալները ու ինչպիսի ապագա է սպասվում իրանց այդ մատերիալների հետ աշխատելու ժամանակ։ Այսինքն այստեղ շեշտը դրված էր ավելի շատ նրա վրա, որ ինտերֆեյսները ավելի շնչող են դառնում, հա, ու ոնց որ ինտերֆեյսների մեջ կյանք կա դրված։ Ինչից է սա գալիս, սա գալիս է ոնց որ Google-ից, Google-ը material design 3 էքսպրեսիվով ավելի շատ էլի նորամուծություններ մտցրեց դիզայն աշխարհում ու այնպես է ստացվում, որ Apple-ը այդ գաղափարախոսությունից, փիլիսոփայությունից որոշ չափով հետ էր մնացել, որովհետև Apple-ի մոտ կար iOS 7 ու շարունակական flat design մինչև iOS 18 քիչ հետո դրան կանդրադառնանք, բայց material design-ը ինչ փիլիսոփայություններ իր հետ բերում, material design-ը բերում էր այն փիլիսոփայությունը, որ աշխարհում ոչ թե կա միայն flat, այլ կա եռաչափ, այսպես ասած, պատկեր միգուցե, հա, կա եռաչափ դիրք, ասեմ, հա, կա ֆիզիկա, մի խոսքով, որտեղ նաև որը թույլ է տալիս, որ ինտերֆեյսների մեջ մենք օգտագործենք հենց այդ փիլիսոփայությունը material design-ի աշխատելու ժամանակ, որովհետև ցանկացած էլեմենտ ինքը պետք է ունենա Z առանցք, այսինքն շողք, բնականաբար այդ էլեմենտը գալիս է էլի էլեմենտի վրա ու ոնց որ տակից այդ scroll-ing-ի բոլոր մեխանիզմները հետաքրքիր ձևով աշխատում են ու տես տրվում է այդ փիլիսոփայությունը։ Եվ հետո այս վերջնական նորույթը, բայց ոնց որ material design-ը ինքը այդքան էլ ոնց որ չի կարողանում թրենդեր հաղորդի, ոնց որ Google-ը ավելի շատ դրան միտված չի, բայց այ Apple-ի պարագայում իրանք կարողանում են այդ թրենդերը լավ ու որակյալ ձևով մատուցեն դիզայներներին եւ liquid glass-ով ամբողջությամբ փոխվեց այդ պատկերը ու material design-ը որպես այդպեսին արդեն քաշվում է կողքի ու ավտոմատ այդ liquid glass-ը իր նոր թրենդով ու իր ավելի շատ այսպես ասած մատերիալիզացված փիլիսոփայությամբ մտնում է դիզայն աշխարհ։ Ինքը ավելի շատ material Apple-ը ավելի շատ օգտագործում էր, ինչպես ես նշեցի, իր OS-երի մեջ iOS 7-ից մինչև iOS 18-ը օգտագործում էր flat design-ը։ Իհարկե, դիզայնի որոշակի փոփոխություններով, բայց դրանից դիզայնի կոնցեպտը չէր փոխվում, այսինքն իրանք flat էին անում, զուտ ամեն անգամ flat-ը redesign էր լինում։ Օրինակ, այս այնքան հետաքրքիր պահ է, որ միանգամից անցում կատարվեց հենց iOS 26, եթե ուշադիր նայում եք այս 4 սկրիներին, 4 տարբեր device-ներ են եւ 4 տարբեր օպերացիոն համակարգեր ու ուշադրություն դարձրեք iOS 7-ը iOS 10-ից շատ տենց որ ասես մեծ տարբերություն կա այս bottom sheet-ի միջև կա control panel-ների միջև, բայց այսպես ասած էությունը մնացել է նույնը ու նույնը եղել է iOS 10-ի եւ iOS 18-ի ժամանակ էությունը մնացել է նույնը, զուտ փոխվել է դիզայնը, էլեմենտների տեսքը, border radius եւ այլն, բայց երբ որ նայում ես iOS 26-ին, iOS 26-ում արդեն էկրանը շնչում է որպես այդպեսին։ Տեսեք, սա ինչի համար է կարևոր, որովհետև երբ որ դու սարքում ես մի բան, որտեղ էկրանը շնչում է, դու փոխում ես մարդկանց behavior-ը, հա, որտեղ UX-ի մեջ շատ կարևոր է թե մարդը behavioral տեսանկյունից, պահելաձևային տեսանկյունից ոնց է օգտագործում իր ինտերֆեյսը, հա, ոնց է օգտագործում իր device-ը։ Այստեղ էլ իրանց պրեզենտացիայի ժամանակ իրանք շատ հետաքրքիր միտք հնչեցրեցին, որ մենք փորձել ենք ոնց որ S experience-ը նաև, որը բխել էր VR-ից, AR-ից, հա, բերենք հենց mobile դաշտ։
Ու արդյունքում դա իրանց մոտ ստացվեց ու իրանք քարոզում էին այն, որ մարդիկ ուզում են տեսնեն, թե իրանց device-ը ոնց է իրանց ոչ թե ուղղակի հետ արձագանքում, այլ ոնց է շնչում, հա, ոնց է էլեմենտները, ոնց են առանձին էլեմենտները, UI էլեմենտները իրանց պահում ու այդ առումով նաև իրանք ը, ուղիղ լավ դրական փոխհաստատություն են կարողանում ունենալ ասես մարդկանց էմոցիոնալ տեսանկյունից իրանք կարողանում են լավ էմոցիաներ ստանան հենց մարդուց ու դա շատ կարևոր է, որովհետև մարդու էմոցիան, դրական էմոցիաները միշտ մոտիվացիայի աղբյուր է հանդիսանում ու բարձրացնում է usage-ը device-ի նկատմամբ։ Այդ շատ կարևոր է հասկանալ ու հենց այդ մտածելակերպը իրանք փոխանցում են բոլոր կազմակերպություններին, որովհետև Apple-ի պարագայում մի փոքր այլ է ու iOS device-ների user-ները մի փոքր տարբերվում են Android device-ի user-ներից։ Այստեղ բնականաբար վարքագծերի տարբերություն կա, բայց օրինակ որպես user ինձ նաև դուր է գալիս Android material design-ը, հենց մաքուր material design-ը, որտեղ մաքուր material design-ը էլ է շատ հետաքրքիր սարքած ու էլի զգում ես, որ շատ-շատ մեծ ծավալի աշխատանք է այդտեղ կատարված։ Բայց ինչևէ, եկեք հասկանանք ինչով է լավ Liquid Glass-ը որպես այդպեսին։ Նախ իրանք ամբողջությամբ փոխեցին UI-ի կանոնները, աշխատելաձևը UI-ի։ Այն իմպլեմենտացիան, որ դուք չեմ միգուցե թարմացրել եք ձեր iOS-ները, հա, ոմանք դեռևս չեն թարմացրել, բայց ամեն դեպքում, երբ որ դուք օգտագործում եք iOS 26-ը, դուք հասկանում եք, թե ամեն UI էլեմենտ ինչ վարքագիծ ունի կոնկրետ իր նշանակությունից ելնելով, որովհետև շեշտը դրված է UI էլեմենտների վրա, այսինքն թե UI էլեմենտները ոնց են շփվելու ձեզ հետ կամ դուք կլիկ անելով UI էլեմենտի վրա, ինչ ինտերակցիա եք տեսնելու։ Իհարկե իրանք շեշտը դրել են խորության վրա, այսինքն ինչքանով պետքա այդ մատերիալների վրա խորանալ, հա, ինչքանով պետքա մարդուն այդ liquid glass-ը պայմանական հենց այդ այսպես ասած կաթիլի էֆեկտը տեսնելը պայմանական եւ ինչպես է կոնկրետ ինտերֆեյսը այդ կոնտեքստից ելնելով ձեզ դրական կամ այսպես ասած էմոցիա է պարգևելու ու մոտիվացնելու է ձեզ, որպեսզի դուք կարողանաք ուզենաք այդ ինտերֆեյսը ամեն անգամ օգտագործել։ Եվ իհարկե ամեն անգամ, երբ որ sense մի հատ մեծ update է լինում, ինքը ոնց որ ձեր ինտերֆեյսը unique է սարքում, հա, ոնց որ պատկերացրեք ամբողջ աշխարհի դիզայն սիստեմները flat են, ձեզ մոտ liquid glass է աշխատում ու ոնց որ ավտոմատ ձեր պլատֆորմա, ձեր device-ը, ձեր OS-ը ինքը ձեզ համար unique է դառնում, որովհետև ինքը աշխատում է liquid glass էֆեկտով։ Պայմանական, իսկ այն մարդկանց համար, ովքեր update չեն արել 18-ը, որ 18-ից 26, իրանք ավտոմատ էլի մնում են հին դաշտում։ Այնինչ, որ օրինակ Liquid Glass-ի պարագայում մի փոքր մարդիկ վախենում էին թարմացումներ կատարեին նրա համար, որովհետև հեռախոսի տեխնիկական խնդիրներ կար, հա, հեռախոսի ակումուլյատորի հետ կապված խնդիր կար, որ էկրանները support չեն անում այդ հերցերի մասին է խոսքը, հերցերը support չեն անում համապատասխան արագությունը, որպեսզի մարդը կարողանա զգա այդ ամբողջ էֆեկտը եւ միանշանակ դրա հետ համապատասխան գալիս են նոր device-ներ, որոնք ավելի լավն են ու ավելի արագ են կարողանում արձագանքեն ինտերֆեյսի կլիկների։ Ուշադրություն դարձրեք նկարին։ Այս նկարը վստահ եմ բոլորը տեսած կլինեք ինտերնետում ու տարբեր վիդեոներում, ինքը որպես այդպիսին որպես կոնցեպտ liquid glass-ը ինքը մատերիալ է, ինքը մատերիալ սիստեմ է, ինքը material expressive է, կարելի է այսպես էլ ասել, հա, ու դա ավելի է մատերիալիզացնում դիզայնը, որովհետև որպեսզի հասկանանք, այստեղ եթե նայում եք նկարներին, որ ուշադրություն դարձնեք, վրայի գրված ինչ որ տեքստեր է եւ իր ներքևը արդեն կոնկրետ
էլեմենտներն են, հա, հենց UI էլեմենտներն են, արդեն կախված իր պարամետրից, թե կոնկրետ այս պարագայում ինչ է անում։ Օրինակ, սա իրենց menu item-ներից մեկն է, սա իրենց progress bar-երից մեկն է կամ սլայդերներից ինչ որ մեկն է, հա, սա էլի button-ը, սա էլի button-ը, ամեն մեկը, ամեն մի էլեմենտ յուրովի է աշխատում ու սա նշանակում է, որ ձեր ամբողջ ինտերֆեյսը, երբ որ դուք սկսեք արդեն ռեդիզայներ անեք ձեր application-ները փոփոխություններ կատարելով դեպի նորին, դուք պետքա խորը փիլիսոփայություն դնեք ձեր application-ի մեջ։ Գիտեք ոնց որ ավելի հեշտ է մտածել, որ կարելի է ինտերֆեյսը տրանսֆորմացնել Liquid Glass-ի, օրինակ iOS 26-ի, բայց iOS 26-ի տրանսֆորմացիան իրանից ենթադրում է, որ դուք ձեր application-ի մեջ ավտոմատ ներդնում եք նոր փիլիսոփայություն ու դուք պետք է հասկանաք նախևառաջ թե Liquid Glass-ը ոնց է աշխատում ու էլեմենտների ինտերակցիան ինչ տեսք է ունենում հենց ձեր application-ում, որը ձեր application-ը սարքելու է unique մնացած բոլոր application-ների նկատմամբ ու էդ էլ է շատ հետաքրքիր, որովհետև նախկինում երբ որ application-ները դեռևս աշխատում էին iOS 17-ով, 18-ով, հա, մինչև 15 ցենց support կա, application-ներ կար support են լինում, շատ բարդ է flat-ից տեղափոխվել iOS 26 օպերացիոն համակարգի վրա։ Իրոքից շատ բարդ է, որովհետև քո ամբողջ application-ի behavior-ը փոխվում է, դրա մասին քիչ ավելի հետո ասես խոսենք, նույնիսկ մեծ սիրով կպատասխանեմ ձեր հարցերին, բայց նշեմ, որ դա կախված է նրանից, թե Apple-ը ավտոմատ ինչ փիլիսոփայություն է դրել հենց այդ դրա մեջ, որտեվ ներկա դրությամբ այն application-ները, որոնք աշխատում էին iOS 18-ով ու փոխվում են կամաց-կամաց iOS 26-ի, եթե նկատեք, եթե օգտագործում եք ու զգում եք update-ների թարմացումները, կհասկանաք sense համատական կարգով, թե ինչքան տարբեր են ստացվում application-ները։ Հենց Liquid Glass-ով աշխատելու ժամանակ application-ներ կան, կարող է նման լինեն որոշակի նավիգացիաներով ու վերջերում սահմանափակվում, բայց application-ներ կան, որ ամբողջությամբ տրանսֆորմացիա են ենթարկվում Liquid Glass-ի, օրինակ Slack-ը իր behavior-ը ամբողջությամբ է փոխվել։ Օրինակ Telegram-ը նույն ձևել է, ամբողջությամբ իր behavior-ը փոխվում է։ Օրինակ CNN հավելվածը էլի իր behavior-ը ամբողջությամբ փոխվում է, ու էլի նմանատիպ շատ հավելվածներ կան, որոնց behavioral path-ը փոխվում է, եթե դուք օգտագործում եք։ Իհարկե, այդ դրա տակ հասկանում ենք, որ իրանք ավելի շատ դրել են խոսքը layer-ների վրա, հա, շեշտը դրել են layer-ների վրա։ Իրանք շեշտը դրել են, որ ավելի sense լուսավոր լինի ինտերֆեյսը, հա, ավելի sense content-ի ոնց որ content aware դա նշանակում context aware դա նշանակում է որ ինքը կոնտեքստուալ առումով քեզ հասկանալի լինի թե տվյալ պահի դրությամբ տվյալ action-ը ինչի համար է պատասխան տալիս ու ուսես մի հատ բան նայենք որ այս ընթացքում արդեն իրանք այդ layout-ի thinking-ից, սովորական layout-ի thinking-ից փոխվում են դեպի physical thinking, ֆիզիկական մտածելակերպ ու կարծում եմ, որ դա ոնց որ այդտեղ է, որ խաղի կանոնները արդեն փոխվում է ու ոնց որ սովորական, որ մարդիկ միշտ մենք դիզայներներս օգտագործել ենք, եղել է գրիդեր, կոնտեյներներ, էկրաններ, ասենց տարատեսակ, տարաբնույթ էլեմենտներ, կոմպոնենտներ եւ այլն եւ այլն, բայց մենք երբեք ուշադրություն զոր չենք դարձրել են հիմնական բաների վրա, օրինակ չենք ուշադրություն դարձրել արագության վրա, անկման վրա, հա, էլաստիկության վրա, refraction-ի վրա ուշադրություն չենք դարձրել, այսինքն այս հենց այս էֆեկտը, որ ստանում են բոլոր էլեմենտները, դες հատուկ եմ նկարդրել, որպեսզի դուք էլ ոնց որ պատկերացնեք, թե որտեղից է էլի այս գաղափարախոսությունը գալիս ու այո, ամբողջությամբ հենց ֆիզիկական այս ֆիզիկայի մտածողության վրա իրենք ստեղծել են իրենց liquid glass-ը։ Ու արդեն երբ որ դու սկսում ես ոնց որ խորանալ իրանց կոմպոնենտների մեջ, էլեմենտների մեջ, հասկանում ես, որ մեծամասամբ դու էլ արդեն սկսում ես մտածել, թե կոնկրետ այդ էլեմենտը ինչպիսի interaction է ունենալու։ Ու ինչի համար է այստեղ կարևոր էս արագությունը, անկումը, հա, ու էլաստիկությունը, նաև այդ ոնց որ բան պրուժինան, էլի, եւ այդ refraction-ը ինքը հայերեն ասած ոնց որ
այդ թափանցիկության էֆեկտն է էլի, հա, կամ այդ որ արձագանքում ավելի շատ ինչ որ իր որ դրված է լինում, ինչ որ բաժակի հետևում կամ ցանկացած ինչ որ միտեղ, ինչպիսի տեսք է ինքը ստանում էլի։ Ամեն դեպքում, երբ որ դու սկսում ես արդեն աշխատել այդ iOS 26-ի հետ, այդ ինտերֆեյսների վրա, հասկանում ես, որ խաղի կանոնները ամբողջությամբ փոխվել է, որովհետև դու պետք է հասկանաս այդ քլիքի ժամանակ, որ քլիքա տեղի ունենում, ինչա կատարվում, նախ որովհետև էլեմենտների behavioral path-ը արդեն փոխվել է ու դու հասկանում ես, որ քլիկ անելով կոնկրետ էլեմենտի վրա, նախ ինքը ինչքան արագ է քեզ արձագանքում կամ որ իրան բաց ես թողում, ինքը ինչքան արագությամբ է ինչ որ մի հատ տրանսֆորմացիայի ենթարկվում կամ ինչ որ edge-ի վրա պետքա փոքրիկ մոդալ բացվի, popover բացվի, մենյու բացվի, մենյու էլեմենտ, դու հասկանում ես թե ինչքան սահուն ինքը պետքա բացվի, հա, որովհետև այդ սահունությունը հենց հիմնական շեշտն է դրած այս iOS 26-ի առհասարակ այս Liquid Glass-ի մեջ, որտեղ Liquid Glass-ով աշխատում են iPad-ները, Watch-երը, ժամացույցները, հեռախոսները եւ համակարգիչները, Apple-ի բոլոր device-ները համարյա աշխատում են այսօրվա դրությամբ iOS 26-երով, հենց 26 Liquid Glass-երով ու ամեն device իրա յուրահատկությունը ունի։ Օրինակ, աշխատելով համակարգչի հետ, օրինակ MacBook-ի հետ, այդքան շատ չեք նկատում այդ Liquid Glass-ի էֆեկտները, հա, բայց հեռախոսի հետ աշխատանքի ժամանակ իրանք ամբողջությամբ տարբերվում են։ Ոնց որ տարբերվում են հենց iPad-ի վրա կամ օրինակ ժամի վրա։ Օրինակ այն ինչը որ բոլոր մարդիկ շատ հեշտությամբ առնչություն ունեն, դա հեռախոսներն է, ժամն է ու iPad-ներն է, այնտեղ behavioral path-ը լրիվ ուրիշ է։ Բայց օրինակ Apple TV-ի վրա, օրինակ համակարգչի վրա իրաց behavioral path-ը լրիվ ուրիշ է։ Հետաբար այս OS-երն էլ երբ որ սարքվում է, ինչ որ application եք սարքում եւ այլն, դուք նաեւ պետք է հասկանաք, որ ամբողջությամբ ձեր user-ների behavioral path-ը էլի փոխվելու է։ Եվ իհարկե, որ արդեն սկսում ես մտածել, ոչ թե սենց գրիդերով, կոնտեյներներով, սկրիներով, այս արդեն իրա հերթին, երբ որ ֆլո ես կոնկրետ մտածում, բայց արդեն մտածում ես, թե ոնց անես, որ մի էկրանիդ մեջ տրանզակցիաներիդ քանակը շատ լինի շնորհիվ iOS 26 Liquid Glass-ի։ Ու ոնց որ արդեն քո մտածելակերպն էլ է այդպես փոխվում, որովհետև էլ քեզ պետք չի մի քանի հատ էկրան դիզայն անել, այլ քեզ պետքա, որպեսզի դու կարողանաս հասկանաս, թե այդ մի էկրանիդ մեջ քանի բան կարաս իրար հետ միքսես, որովհետև քո application-ում հնարավոր է շնորհիվ iOS 26-ի քչացնել interaction-ների քանակը, պայմանական էկրանների քանակը։ Եթե կան հարցեր այսքան հատվածից, կարող ենք մի հատ sense շատ արագ Q&A անել ու անցնել առաջ։ Կա հարցեր, ուզենաք ինչ որ հարցեր կա այս ուղղությամբ, եթե կան եթե ձեզ հետաքրքրում է որոշակի ինչ որ էլի նրբություններ կապված մտածելակերպի Behavioral Path-ի հետ, ես կարող եմ մեծ սիրով պատասխանել, եթե չէ, անցնենք առաջ։ Դեռևս սրանք անդրադառնանք, տեսեք, նախ, ինչպես ես նշեցի, ու դատելով նկարից, նայեք, ուշադրություն դարձրեք նկարին, նկարը վերցված է օրիգինալ source-երից, ինչա կատարվում ստեղ, եթե ուշադրություն դարձնեք նկարին, զգում եք մի քանի շերտա նստած իրար վրա։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ տակից կա գույն, տակից կա glass effect եւ վրայից կա շերտ։ Այսինքն ambler effect-ն է, լուսավորությունն է կարելի է այսպես ասել, որը նստած է կոնկրետ glass effect-ի վրա ու արդեն տակից կա որոշակի գույն։ Սա նշանակում է, որ ինքը ամբողջությամբ աշխատում է մատերիալ կանոններով։ Իսկ սա նշանակում է, որ ցանկացած բան, որը որ scrollable է, հա, ու այսպես ասած ընկնում է ինչ որ կոնտենտի մեջ, ինքը պարտադիր իր վրա պետք է ունենա էլեմենտներ, որոնք հենց կազմակերպելու են այդ գլխավոր interaction-ները։ Հետաբար Liquid Glass-ում ավելի շատ այդ behavioral path-ը էլի, ինչպես նշեցի, փոխվում է ու ավելանում է լուսավորություն։
Այսինքն բոլոր էլեմենտների վրա ավելանում է լուսավորություն։ Բոլոր ձեր ինտերֆեյսների, եթե նկատել եք, կոնկրետ թեկուզ հասարակ icon-ը իր button-ը հասարակ icon-ով փոխվում է ձեր ամբողջ ինտերֆեյսի փեթը, նույնիսկ եթե դրա տակ գույներ չկա կամ ինչ-որ background չկա։ Թեկուզ դա դրված լինի navigation-ում, ինքը ավելի լուսավոր է, ինքը ավելի պայծառ է ու թողնում է որ մարդը այդ կոնտենտը ավելի լավ ընկալի։ Այստեղ խնդիր կար, եթե կհիշեք, բետա վերսիաներում իրանք ունեին accessibility-ի խնդիր, ու այդ accessibility-ի խնդիրը մինչև այսօր կա, որոշակի interaction-ների ժամանակ, նույնիսկ հենց օֆիցիալ application-ների մեջ իրանց կան որոշակի accessibility-ի խնդիրներ, դա Apple Music-ում է, դա App Store-ում է։ Երբ որ դուք մտնեք, սկսեք արդեն tab բառերի հետ աշխատել ու ձեր հետևի ինտերֆեյսը արդեն փոխվում է ու ստանում է տարբեր գունային գամա, ինքը այդ հետևի լուսավորությունը, այսինքն այս էֆեկտը իր հետևի լուսավորությունը էկրանի վերցնում է իր վրա, ու եթե դրված է լինում օրինակ սպիտակ իկոն կա, սպիտակ տեքստ, ամբողջությամբ accessibility կանոնները փոխվում է։ Եվ դա խնդիր է, բայց ես կարծում եմ, որ դա ժամանակի հարց է, որովհետև դա պետք է ուղղեն, բայց դուք նմանատիպ խնդիրներից ոնց որ չեք կարող խուսափեք, էլի դուք կունենաք ձեր application-ների մեջ նմանատիպ խնդիրներ տարբեր տեսակ interaction-ների ժամանակ եւ այդտեղ արդեն դուք պետք է հասկանաք, թե ձեր application-ների մեջ accessibility-ի խնդիրը ոնց է լուծում, որովհետեւ glass effect-ը, հենց liquid glass-ը ինքը ավտոմատ ձեր էկրանի գույնը տվյալ պահի դրությամբ կախված interaction-ից վերցնելու է իր վրա ու հետ արձագանքի մարդու աչքին մի քիչ ավելի ուրիշ ցև, մինչև որ համապատասխան ինտերակցիան չունենա ավարտ։ Ա, Միած sense հետաքրքիր պահ կար, այս վերջերս ես ուսումնասիրում էի տարբեր տեսակ վարքագիծ հենց ա, Apple-ի Liquid Glass-ի իր կոմպոնենտների հետ կապված, հա, ոնց որ տարբեր տեսակ ինչ որ կոնտենտի հետ կապված, sense ասեմ, body-ում տարբեր փորձարկումներ էի անում։ Ա, Ինչ ես նկատեցի, որ իրոքից հենց որպեսի պատկերացնեք, ինքը շատ դեպքերում այն չի, ինչ որ մենք միշտ մտածում ենք, հա, այսինքն ինքը կապ չունի iPhone-ի UI-ի հետ, լավ sense ասեմ։ Ինքը ոնց որ իրանից մի հատ առանձին անկախ էլեմենտ աշխատի, զուտ այդ device-ը, iPhone-ը, երբ որ sense նայում ենք նույնիսկ այս iPhone ու Liquid Glass, iPhone 17-ի հետ ճիշտ ասած, որ sense համատականներ եմ անցկացնում, ասում եմ iPhone 17-ը պետքա լիներ այն հեռախոսը Pro-ն, որը որ ամբողջությամբ գոնե իր արտաքին տեսքով որոշակի մասով նման կլիներ իր UI-ին։ Ավելի շատ նման է իր UI-ին iPhone Air-ը, որ վերջում դուրս եկավ, ինքը շատ տենց հետաքրքիր բան ունի, էլի կոնցեպցիա ունի ու արտաքին տեսք ունի, այդ արտաքին տեսքը որոշակի մասով նման է Liquid Glass-ի, բայց օրինակ iPhone 17 Pro-ն այդքան է նման չի Liquid Glass-ին, օրինակ ես իմ հեռախոսի վրա որ setup եմ արել iPhone 14 Pro-ի, հիմա setup եմ արել iOS 26-ը, ոնց որ իմ հեռախոսի հետ ինքը առհասարակ կապ չունենա, ոնց որ device-ի տեսանկյունից որ նայում ես։ Դրա համար ոնց որ շատ մարդիկ մինչև այսօրվա դրությամբ, ես այս մասնագիտական հաշկով եմ նայում, բայց ամեն դեպքում շատ մարդիկ այսօրվա դրությամբ մտածում են, որ ինքը հենց պետքա լինի iPhone-ի UI-ը, բայց ինքը iPhone-ի UI-ի հետ ընդհանրապես կապ չունի, որովհետև ինչպես ես քիչ առաջ նշեցի ու նորից կասեմ, որ իր ամեն ինչը խորության վրա է նախատեսված, այսինքն ցանկացած դեպքում իր այդ glass էֆեկտը, իր այդ շուշայից էֆեկտը ինքը տարբեր տեսակի պարահելաձև ու վարքագիծ ունի կապված էկրանի կոնտեքստից։ Եվ իհարկե, այստեղ մի հատ էլ sense հետաքրքիր բան կա, որ շատ դեպքերում մարդիկ մտածում են, որ ինքը blur effect է, ինքը ունի որոշակի transparency իր մեջ, ինքը ունի որոշակի glow, բայց այդքան էլ այդպես չի, որովհետև ինքը ոչ մի բանի հետ կապ չունի։ Այստեղ առհասարակ ինքը, որ sense նայում եք նկարին, ենթադրում է, որ նայեք, որ sense նայում ենք ուշադիր, չէ, ինչպես է ինքը նկարից վերցնում եւ հետ արձագանքում տվյալ պատկերը իր վրա։
Ու սա, այս ամեն ինչը բերում է իր հետ accessibility խնդիրներին, որտեղ նորից կնշեմ, որ կապված ձեր էկրանի կոնտեքստից դուք հնարավոր է ունենաք նմանատիպ բաթնիկներ, որոնք չերևան էկրանի կոնտենտի պարունակության ժամանակ, ինչպես սքրոլի ժամանակ հնարավոր է չերևան, ու տենց լինում է, ու տենց շատ է լինում։ Ավելի շատ ինքը ապահովում է բլար ոչ թե իրանց վրա, այլ հենց բեքգրաունդի վրա, ինքը ապահովում է որոշակի կոնտրաստ, եթե նկատում եք կոնտրաստ կա իկոնկաների միջև, այսինքն իրանք ավելի սենց սպիտակ են, եւ իհարկե ինքը նաև ունի իր ամենահետևում որոշակի բլար էֆեկտ, որպիսի թույլ տա, որ տեքստը լավ երևա, բայց սա չի ապահովում accessibility-ին մարդկանց աչքի համար։ iOS 26 կետ 2-ում վերջի update-ի ժամանակ շտկել են նմանատիպ խնդիրները, բայց որոշակի մասով էլի մնացել է։ Այստեղ հետաքրքիր մի հատ պահ կա, որ iOS 26.2-ում իրանք շտկել են անիմացիաները, այդ առանձնացումը iOS 26-ում, չոր հենց 26-ի մեջ չկար այդ քլիքի ժամանակ հետաքրքիր էֆեկտները, հա, որ sense ինքը կաթիլի պես է առանձնանում եւ այլն։ Միանգամից չոր բացվում էր UI։ Հիմա շտկել են դա ու ինքը բացվում է sense կաթիլի պես առանձնանում է տվյալ կոմպոնենտից։ Մյուսը, որ շատ դեպքերում մարդիկ մտածում են, որ liquid glass-ը դա կոնկրետ layer-ներ է իր մեջ պարունակում, motion-ը իր մեջ ավելացնում, մեկ էլ ավելացնում է որոշակի computation, բայց շատ դեպքերում ինքը իր մեջ ավելացնում է, որ խրոմ չկա, այսինքն իր մեջ այդ խրոմի պարունակությունը չկա, ոնց որ կար նախորդում, չկա border-ներ ասված հասկացողությունը, առհասարակ border չկա, որտեղ border-ներ ընդհանրապես ինքը իր վրա էֆեկտով չի վերցնում, եւ շատ քիչ են սեպարատորները, որպես այդպեսին, այդ բաժանարար զոնաները։ Դե արդեն կախված կոնտեքստից։ Շատ հնարավոր է լինեն application-ներ, որտեղ միգուցե նախկինում եթե եղել է այդ experience-ը օգտագործեմ, բայց տվյալ պարագայում հենց օրիգինալ կոմպոնենտների մեջ շատ քիչ է նկատվում դրանց պարունակությունը։ Ես կուզենամ հեսա իմ նաև մյուս էկրանը share անեմ ձեզ հետ, որպեսզի ավելի պարզ խոսենք, եթե ուշադրություն ենք դարձնում իրանց կոմպոնենտների մեջ, տեսնենք action sheet-երը, ուշադրություն դարձրեք իրանց button-ներին։ Իրանք ունեն երկու տեսակի button։ Իրանք ունեն sense button-ներ, սովորական flat, եւ իրանք ունեն արդեն button, որը liquid glass-է ամբողջությամբ։ Եվ հատկանշական է շեշտել, որ այստեղ այս button-ները ունեն տարբեր վարքագծեր, այսինքն կա content, որտեղ եւ կոնտեքստ, որտեղ օգտագործվում են այս button-ները եւ կան կոնտենտներ, կոնտեքստներ նաեւ, որտեղ օգտագործվում են հենց liquid glass-ի button-ները։ Սրանք կախված արդեն էկրանի պարամետրերից ու այս պարագայում նաև մեզ վրա է թողնվում այդ որոշումը, հա, վերջնական decision-ը մերն է, թե մենք օգտագործենք ամբողջությամբ liquid glass button-ներ, թե մենք օգտագործում ենք մաս, ոնց որ օրինակ անում է Apple-ը տարբեր տեղեր, որովհետև գիտեք խնդիրը որն է, որ մարդուն չես կարող, բոլորին չես կարող միանգամից սովորացնել, որ մարդիկ օգտագործեն liquid glass եւ դրան պետք է գալ կամած ստեփերով, էլի։ Դրա համար ավելի լավ է տեսնել, ուսումնասիրել, թե իրանք կոնկրետ որտեղ են անում իրենց օրիգինալ button-ները օգտագործում եւ որտեղ կարող ենք օգտագործել մենք, որպեսզի մարդկանց experience-ը չփչացնենք այս նորությունով, որտեղ շատ մարդիկ սովոր չեն սրան, հա, շատ մարդիկ ունեն accessibility խնդիրներ։ Ես ձեզ ասեմ ավելին, նույնիսկ կան էֆեկտներ, որի քլիքի ժամանակ button-ները շողում են, հա, կոնկրետ թեկուզ մենյու շողում է, գույն է ստանում սպիտակ եւ ցավացնում է աչքը, օրինակ մեծ էկրանի լուսավորության ժամանակ շատ հնարավոր է, որ մարդու աչքը
ցավ, օրինակ իմ աչքը ցավում է, ես որ ասենց սկսում եմ այդ drop down մենյուների հետ խաղալ, ինչ որ բան փնտրել drop down-ի մեջ, ես զգում եմ, որ այդ էֆեկտը ինձ խանգարում է եւ աչքերիս ավելի նոր լարվածություն է փոխանցում։ Եվ վստահ եմ, որ այդ լարվածությունը կարա փոխանցի նաեւ մնացած մյուս մարդկանց, ովքեր ունեն միգուցե նմանատիպ ինչ որ խնդիր, հա, ճիշտ է, ես խնդիր չունեմ, բայց միգուցե դա արդեն խնդիր է, երբ որ ես ունենում եմ նմանատիպ ոնց որ լավ չեմ զգում ինձ այդ էֆեկտից, բնականաբար ես ունեմ խնդիր արդեն եւ իհարկե նմանատիպ խնդիր ունեցող մարդկանց մոտ շատ հնարավոր է, որ էլի բացասական ազդի։ Համար ոնց որ behavioral path-ը պետք է հասկանանք որտեղ ենք օգտագործում սա եւ որտեղ ենք օգտագործում սա ու արդեն իրանց պահելաձևն էլ է տարբեր։ Եթե նկատեք, գոյություն ունեն քանի տեսակ button-ը, 1, 2, 3, 4 տեսակի button այստեղ է եւ button liquid glass-ով 1, 2, 3, 4 տեսակի button այստեղ է իր պարամետրերով, բայց այս պարամետրերը նման չեն սրանց։ Այդքան էլ նման չեն, այսինքն այստեղ բացակայում է արդեն այս սովորական տեքստային button-ները։ Դեռ սրան ոնց որ կանրադառնանք այս պայծրությամբ, ավելի խորանանք մյուս պարամետրերի մեջ, եթե նախկինում մենք ոնց որ աշխատում էինք սենց բլար էֆեկտ ստանալ, մենք դնում էինք, չէ, գույն էինք դնում բլար էֆեկտի համար նախատեսված, օրինակ սպիտակ մի քիչ տոկոսը կչացնում էինք, հետևից բլար էֆեկտ էինք տալիս եւ այլն եւ այլն։ Հիմա երբ որ մենք ուզենանք ստանանք ինչ որ գլաս էֆեկտ ու փորձենք տանք այն պարամետրերը, որը տալիս է կամ օգտագործում է կամ խորհուրդ է տալիս օրինակ Apple-ը միգուցե մեր կողմից մի բան անենք, մենք օգտագործելու ենք սա։ Իսկ նոր մեր գործիքը լինելու է հենց այս գլասը, որը շատ տրենդային է, օգտագործվում է վեբսայթերում, օգտագործվում է տարբեր տեսակ արդեն վեբ տեխնոլոգիաներում, հա, տարբեր product-ների մեջ, բայց ինքը mobile device-ին համապատասխան, mobile device-ին ոնց որ iPad, iOS, հա, արդեն իրենց համար նախատեսված գործիք է, հենց glass effect-ը, որը ուշադրություն դարձրեք, կա reflection-ն է իր, այդ հենց այդ որ մատիտը դրա ձեր բաժակի հետև հենց այդ էֆեկտն է, դրա խորությունն է արդեն, դրա dispersion-ն է եւ frost-ն է, հա, այսինքն այս 4 պարամետրերի հետ ենք մենք աշխատում, իհարկե արդեն անկյունային լուսավորության վրա ու վերջ։ Եվ արդեն իհարկե լույսի պարամետրերի վրա։ Այսքանով սահմանափակվում է մեր ոնց որ գործիքակազմը glass effect-ի հետ աշխատելու ժամանակ եւ արդեն մենք մոռանալու ենք այս ամեն ինչը ու արդեն սկսելու ենք մեր թոքենները աշխատացնել իր վրա։ Կապված թոքենների հետ նշեմ, որ տեսեք տարբեր առհասարակ iOS 26-ը, առհասարակ Apple-ը արգելում է customization-ներ իրանց կոմպոնենտների մասով։ Մի փոքր ուշ դրան կանդրադառնամ, բայց դա խնդիր է մեր բոլորիս համար։ Մենք կարող ենք օգտագործենք իրանց էլեմենտները, իրանց կոմպոնենտները, բայց որ պատկերացնենք մեր սայթում մենակ մեզանով չի, էլի, կան development-ի կտոր ու կան developer-ներ, ում հետ մենք պետք է շփվենք ու ակտիվ հասկանանք ինչը մենք կարանք customizացնենք, որովհետև iOS 26-ի պարագայում customization-ները մի փոքր ավելի շատ են, քան նախկինում եղել են, օրինակ iOS 18 եւ դրանից ցածրերի վրա։ Ինչի է այդպես, որովհետև տեսեք փոփոխություններից ելնելով դու կարաս արդեն գույներ փոփոխես, հա դու կարաս որոշակի բաներ անես, բայց դու չես կարող հենց այդ full customization-ները կատարես, որովհետև էլի կասեմ, որ այս էլեմենտները, այս կոմպոնենտները, որոնք նախատեսված են liquid glass-ի համար, իրանք ունեն պահելաձև ու համապատասխան interaction-ներ։ Իհարկե, այս պահի դրությամբ ինչի է, որ վատ է, երբ որ մենք օգտագործում ենք, ասենց ասած, այդ բլար եւ ամեն ինչ, հա, որպեսզի պատկերացնեք liquid glass-ը ավելի հեշտ է control անելու համար։ Տեսանելի է դարձնում, էլի քո համար, քո աչքի համար էլ, թե որ պարամետրերի հետ աշխատում ես, ինքը ոնց է աշխատում, ինչ բայելաձև ունի, հա, ինչ վարքագիծ ունի։ Իսկ օրինակ բլարի ժամանակ մենք շատ հնարավոր է ունենանք այս խնդիրները ու մենք ունենք այս խնդիրները, երբ որ մենք օգտագործում ենք նույնիսկ
liquid glass-ի ժամանակ մենք կարանք հանդիպենք նմանատիպ խնդիրների։ Overblur, իհարկե overblur պետք չի անել ոչինչ։ Մենք ունենանք դեկորատիվ գլասի խնդիր, որը ոնց որ այդ իր հիմնական նշանակությունը կորցնում է, եւ մյուսը մենք ունենք motion-ի խնդիր, այսինքն որոշակի էֆեկտ, որը նստում է հենց այդ բլարի վրա, կարա այլ կերպ չաշխատի ու կարած դառնա հիասթափության պատճառ մարդու համար, հա։ Ամեն դեպքում մարդու աչքին այդքան էլ հաճելի չի լինի։ Իսկ այսօրվա դրությամբ Apple-ը ինչ ասում, ասում է սարքի իրենց ինտերֆեյսները, որ մարդու աչքին էլ հաճելի լինի ու ուզենա մարդու օգտագործի։ Ամեն դեպքում նախկինում, եթե մենք անում էինք սովորական սկրիներ, ասենց տարբեր տեսակի սարքում էինք, չէ, ասենց հերթականությամբ, հիմա արդեն խոսքը գնալու է տրանզեքշնների մասին, քիչ առաջ խոսեցի սրա մասին։ Transition-ները ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ ամեն ինտերֆեյսի վրա դուք կարող եք էկրաններ օգտագործելու փոխարեն դնել transition-ներ, եւ այդ transition-ները իրանք աշխատելու են արդեն միգուցե մյուս էկրանի փոխարեն, պայմանական։ Երբ որ մարդը պետք է կլիկ անի, ենթադրենք գնա մի հատ ուրիշ էկրան, որտեղ ինչ որ X ինֆորմացիա պետք է տենա, iOS 26-ում հնարավոր կլինի այդ ինֆորմացիան կազմակերպել մեկ էկրանի վրա։ Օրինակ, bottom շիթերի օգտագործումը, որը ի դեպ վերջի շրջանում ամենազարգացած լավ experience-ն է դարձել հենց iOS 26-ի համար։ Ինչ անում ես, կամ bottom sheet-ը կամ մենյու է բացվում, հա, ինչ որ հետաքրքիր transition-ները հենց մի էկրանի վրա, ու ինչքան շատ ինֆորմացիա է այդտեղ ցույց տալիս, բնականաբար չես կարող խուսափես երկրորդ էկրանից, երրորդ էկրանից, հա, սենց, բայց ամեն դեպքում քո ինֆորմացիան կարողանում ես հեշտությամբ կընտրոլ անես։ Եվ իհարկե, mēs այս օրինակով նայենք, փոխվում է նաև transaction-ների behavior-ը։ Այստեղ iOS 18-ը ու iOS 26-ի համեմատականները նայեք, ինչքան տարբեր են իրանք աշխատանքի ժամանակ։ Որ ուշադրություն եք դարձնում, տեսնում եք կարող լինեն այստեղ iOS 26-ի native էլեմենտներ։ Իհարկե կասեմ, որ այս էկրանը Apple-ը ամբողջությամբ հավաքում է custom։ Այստեղ կարող է իրանք օգտագործում են իրանք կիթերը, բայց ամբողջությամբ custom է։ Ուշադրություն դարձրեք button-ներին։ Տեսեք, button-ը օգտագործված էր ոչ թե liquid glass, այլ սովորական button։ Liquid glass-ը արդեն աշխատում է տակի tab bar-ով, եւ այս tab bar-ը ունի accessibility լուրջ խնդիրներ կապված կոնտենտի հետ, որովհետեւ այստեղ կա մի հատ sense խառը նկարներով էկրան ու երբեմն գունավոր են իրանք լինում ու գույների հետ համապատասխան ինքը ոնց որ չի փոխանցում այդ macro accessibility-ն։ Այստեղ այդ խնդիրը կա, բայց այս transaction էֆեկտը հիմա արդեն ամենատարածված էֆեկտն է, ինքը արդեն ոնց որ sense ավելի փափուկ է, ավելի հաճելի է դարձել, ավելի լավ է, ինքը sense չոր չի կտրվում եւ չի փոխում։ Մյուսը, որը նշեցի քիչ առաջ, որ հնարավոր է կազմակերպել օրինակ մի էկրանի մեջ, այս էֆեկտն է, ուշադրություն դարձրեք, այս ամենատարածված այս պահի դրությամբ iOS 26-ի ամենալավ ու ամենատարածված անիմացիաներից մեկն է smooth transition-ը, որը ի դեպ ապահովում է ոնց որ գիտեք ոնց ինքը ապահովում է performance ձեր application-ի համար։ Տեսեք, շատ դեպքերում կան application-ներ, որտեղ պարբերաբար տակից call-եր է լինում։ Call-երը back-end-ի call-երի մասին է։ Եվ այդ call-երը շատ հնարավոր է ազդեն ձեր performance-ի վրա, որոնք կարող է դանդաղեցնել ձեր application-ը։ Իսկ եթե ձեր performance-ը ավելի թույլ է application-ում տվյալ հատվածի վրա, դուք կունենաք user experience-ի խնդիր ավտոմատ, որը պետք է լուծվի միայն տեխնիկական կտորով, այսինքն development side։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է տվյալ էկրանի պարագայում, որ դուք կարաք ձեր էկրանի մեջ implement-եք նմանատիպ մի հատ smooth transition, որը նաև կլուծի այդ load-ի խնդիրը եւ ուշադրություն դարձրեք, մեջը loading կա։
էլեմենտների լոդը։ Ու արդեն այդ համապատասխան call-ի ժամանակ այս էկրանի լոդը կլինի։ Այս այս էֆեկտը ինքը թույլ է տալիս, որպեսզի դուք ոնց որ հավելյալ մի հատ էկրան չգնաք նորից հետ գաք այդ էկրանի վրա հետի նշանով, այլ միանգամից ինքը բացվում է տվյալ էկրանի վրա, ինքը համարվում է մեկ էկրան։ Իհարկե դիզայն անելու ժամանակ մենք անելու ենք երկու տարբեր սկրինի դիզայն, բայց ամեն դեպքում չենք անելու մի քանի հատ interaction-ներ սրա համար։ Մենք սարքելու ենք երկու էկրան, որտեղ լինելու է սա եւ լինելու է հենց home page-ի էկրանը, ու արդեն համապատասխան իր data-ով։ Ու այս անիմացիան հնարավոր կլինի օգտագործել արդեն application-ների մեջ։ Շատ լավ։ Ես հա, Սոնան ոնց որ հարց ուներ մեզ, ես կներես Սոնա ջան չէի տեսե հարցը, բայց հա, նվազեցնում ենք սկրիների քանակը հենց այս եղանակով։ Տեսեք, այս եղանակով հնարավոր է ոչ, սա եղանակներից մեկն է, կան լիքը նմանատիպ interaction-ներ, որը հենց iOS 26-ը իր մեջ ունի ու դա զուտ պետք է գտնել։ Տեսեք ոնց է Apple-ը ոնց է անում, էլի, իրանք մի քիչ շատ ամեն ինչ ուրիշ ձև են կազմակերպում, իրանք վերցնում են, սարքում են custom-ներ իրանց application-ների համար, իրանց օֆիցիալ, հա, լիքը բաներ customize են անում ու լիքը անիմացիաներ իրանք սարքում են հենց իրանց application-ների համար, բայց այդ անիմացիաները չի մտնում ու չի հրապարակվում օֆիցիալ դոկումենտացիաների մեջ, ոնց որ օրինակ iOS 26-ի օֆիցիալ դոկումենտացիան նայեք, տեսնեք ինձ motion-ներ կա, այդ motion-ներից փորձեք օգտվել, այլ ոնց որ սրա research-ը մի քիչ ավելի մեծ պետք է լինի, որովհետև տարբեր source-երից, տարբեր տեղերից, տարբեր application-ների մեջ պետք է մտնեք, նայեք, հասկանաք այդ liquid class-ը իրանք ոնց են implement-էլ, օրինակ միջազգային application-ների մեջ, օրինակի համար Slack-ը, կամ մնացած մյուս այլ ամերիկական կազմակերպությունները, որոնք օգտագործում են ու որոնք առաջինը switch են եղել native liquid class-ի, ինչի որովհետև իրանք սերտ կապ ունեն Apple-ի development թիմերի հետ։ Իրանք այդ փորձը այնտեղ ոնց է էլի մեկը մեկին տենց էլի ճանաչում են ու այդ փորձի փոխանակումը լինում է, հա։ Ամեն դեպքում այդ շփումները կազմակերպություն ու կազմակերպություն կա, որովհետև օրինակ կարա Apple-ը սովորացնի պայմանական Slack-ի դիզայներներին ու developer-ներին, թե իրանք ոնց պետք է իրանց application-ը դիզայն կամ development անեն, սենց էլ կարա լինի, էլի։ Դրա համար այնտեղ մի փոքր կապերը ասես ներքին բանով եմ ասում, էլի տարբերվում է, այդ իսկ պատճառով շատ դեպքերում իրանք չեն հրապարակում այդ դոկումենտացիաները, դրա համար ճիշտ կլինի նայել տարբեր տեսակի application-ներ, որպեսզի հասկանաք, թե որտեղ ինչա օգտագործվում ու փորձեք ձեր application-ների մեջ դա կազմակերպել։ Տեսեք, այստեղ նաև մեր այս behavior-ն է փոխվում, որովհետև դիզայն անելուց մենք ոնց է չէ ժամանակին prototype էինք անում էկրանից էկրան։ Մենք prototype չէինք անում էլեմենտների հետ։ Շատ քիչ է լինում, չէ, մենյու բացվի, բացվի։ Մենք մտածում էինք, որ ինքը պետք է լինի screen transaction, չէ, այսինքն ոնց որ էկրանա փոխվում։ Հիմա այս ամեն ինչը ոնց որ փոխվում է, վերածվում է motion-ի, ինչ արագությամբ դա պետքա բացվի, ոնց պետքա դա բացվի, բացվելուց վերև ներքև պետքա դա բացվի, հա, այսինքն մեր մոտ էլ այդ behavioral տեսանկյունից արդեն մենք ավելի շատ խորանում ենք այդ motion-ի վրա, թե ինչ տեսքով ինքը պետքա բացվի ու ցույց տա մարդկանց։ Սենց մի հատ case ձեզ ասեմ, որը ես նկատել եմ, կասեք մի հատ հայկական application, որը ունի liquid glass։ Ես գիտեմ տես մի հատ հայկական application, ինքը բանկային application-ը, անուն չեմ տա, բնականաբար կա implementած liquid glass էֆեկտը։ Ու այդ liquid glass-ը ես չգիտեմ իրանք ոնց են implement-էլ, ինչ ձև են իրանք implement-էլ, մեջտեղում կա QR կոդ սկանի համար։ Այդ QR կոդը սկանի համար ոչ մի liquid glass-ի կանոններին չի համապատասխանում, այսինքն implement-ած է liquid glass-ը, բայց նույնիսկ թեկուզ ենթադրենք դա կանոններին չհամապատասխանի, բայց tab բառից
transaction-ի ժամանակ դու պետք է զգաս, թե liquid glass-ը ոնց է տրանզակցիա անում տվյալ էկրան քեզ, ոնց որ նախորդում մենք տեսանք։ Այդ տրանզակցիաները գոյություն չունի։ Զուտ փոխվել է էլեմենտի արտաքին տեսքը, այսինքն tab բարի 10, ասենք սովորական iOS-ի 18-ից փոխվել է դարձել է iOS 26-ի tab բարը, պլյուս մինուս իր մինուսներով։ Եվ ինքը չի ապահովում մնացած motion-ները։ Ու արդեն application-ի մեջ այլ motion-ներ գոյություն չունեն։ Մեր ոչ մի հայկական application-ների մեջ բանկի անունը չեմ նշի, LinkedIn-ում նախորդում կոմենտել էի, կարող եք գտնել դրա մասին կամ գտնեք Telegram channel-ում, տեսեք ոնց էր, ոչ մի մեր հայկական application չի մտածում motion-ի մասին, երբեք չի էլ մտածել, ես չեմ հանդիպել նմանատիպ motion-ներ, ինչի է դա սխալ։ Եթե դուք օգտագործեք մնացած մյուս application-ները, միջազգային application-ների մասն է խոսքը, դուք կզգաք, թե interaction-ները ոնց են տեղի ունենում։ Խոսքը հենց micro interaction-ների եւ էկրանից էկրան transition-ների մասին է։ Այսօրվա դրությամբ մենք որ սա նայում ենք, հա, սա դրանց զարգացված տեսակն է, այսինքն եթե նախորդում էկրանից էկրան է սիրում transition-ները բացվել, հիմա այս պահի դրությամբ ինքը արդեն միկրո էլեմենտների interaction-ներով է առաջ գնում, որովհետև motion-ի վրա է շեշտը դրվել ու զարգացել է այդ ամեն ինչու, ավելի թեթևացրել է հենց սկրիների ամեն ինչը։ Load-ն է թեթևացրել, optimization-ներ են գնացել տարատեսակ, հա։ Ինչևէ, այս էկրանը հենց բանը կոնտենտի մասով կարող եք նայել, տեսնել թե primary տեսանկյունից որն է առաջինը load-ելում, երկրորդը ոնց է load լինում։ Սա լավ տեխնիկա է, որպեսզի դուք հետագայում ձեր application-ը փոխելու դեպքում արդեն կարողանաք հասկանալ, թե ձեր data-ի հետ էլ ոնց կարող եք աշխատել ու որը առաջինը load լինի, որը երկրորդականը։ Ես հեսա մի հատ էլի իմ Figma-ն share անեմ այս պայտրությամբ։ Տեսեք, այստեղ անիմացիայի ոչ մի գայդեր դուք գտնել չեք կարող, այստեղ չկան անիմացիաներ, բայց այստեղ կան մոտեցումներ, որոնք դուք կարող եք գտնել, հա։ Օրինակ, մոտեցումներից մեկը սա է։ Ոնց պետքա սա բացի։ Շատ դեպքերում սա ոնց որ native անիմացիաներ ունեն, պայմանական այս notification-ի expanded տարբերակը։ Notification expanded տարբերակը շատ հնարավոր է implement-ել ձեր application-ների մեջ, բայց նաև ոնց որ դուք կարող եք սա implement-ել ձեր application-ների մեջ ոնց, օրինակ chat ունեք, chat-ում մարդը չի կարողանում քլիկ անի բացել, պետք է պարտադիր քլիկ անի մտնի chat, որ տեսնի նամակը, կարող չի ուզում ասես մի հատ թափ անի երկար, այդ թափով ինքը բացի։ Ու այդ թափը դուք պետքա implement-եք, այսինքն դուք դա դնում եք ձեր դիզայնի վրա, developer-ը մտնում է develop-ը անում։ Շատ հնարավոր է developer-ը չկարողանա սա օրիգինալ կոմպոնենտից ստանալ։ Շատ հնարավոր է, եւ դուք արդեն պետքա ապահովեք այս սրա motion-ի տարբերակը, ինքը motion-ով ոնց պետքա բացվի։ Ինքը պետքա բացվի ոնց որ բոլոր Apple-ի տենց notification expanded տարբերակները, թե ինքը պետքա այլ motion ունենա։ Ամեն դեպքում այդ անիմացիան դուք պետքա գտնեք ու տակ developer-ին, որ developer-ը ինքը փորձի նաև այդ անիմացիան տեղադրել, բայց լինում են դեպքեր, որ ոնց որ հանգիստ, շատ հանգիստ developer-ը կարող է այդ implement-ի առանց ձեր ասելու էլ, հա։ Մյուսը, օրինակ, progress bar ինդիկատորը, տեսեք, progress bar ինդիկատորում արդեն չկա այս բան liquid glass-ի էֆեկտները, որ նայենք էլի, հա, ես եմ հիմա կարող օգտագործում եմ slider որպես։ Ես արդեն պետք է հասկանամ սա liquid glass-ի տակ ոնց է աշխատում ու այդ motion-ն էլ ոնց է աշխատում։ Այդ motion-ները, որոնք որ գալիս են ոնց որ liquid glass-ը, որ սկսում է աշխատել կոնկրետ էլեմենտ, ինքը ունի կոնկրետ pattern եւ ունի behavior, որը ձեզ պետք տրամադրում է միայն ու միայն Apple-ը։ Այսինքն դուք կարող custom ինչ-որ մի տեղից մի բան գտնեք, բայց դա չի աշխատել ունենալ, ոնց որ կաշխատի օրինակ Apple-ի վրա։ Դրա համար բոլոր liquid glass էլեմենտները իրանք աշխատում են native տարբերակով։
Մյուսը, օրինակ segment control-ը։ Segment control-ը էլի փոխելուց իր վրա պետք է աշխատի liquid glass տարբերակը։ Պայմանական segmented չէ, selected 2։ Հիմա սա որ ես select անեմ, հա, որ ուզենամ թափ անեմ, ստեղ effect-ը իր վրա նստելու է liquid glass։ Այստեղ սա դառնալու է liquid glass ու տեղափոխվի ստեղ։ Սա է սպարագայում հիմա ներկայացված չի սրա մեջ, բայց տեսեք, սա թողած է ձեզ, որպեսզի դուք որպես դիզայներներ տեսնեք, թե տվյալ պահի դրությամբ ինքը ոնց է աշխատում ձեր հեռախոսումը, փորձեք նույնը իմպլեմենտել հենց ձեր դիզայների մեջ։ Այս էլ է շատ կարևոր, որտեվ դուք պետք է սա օգտագործեք ու պետք է հասկանաք, թե ինքը ոնց է շնչում ձեր ձեռքի քլիքից։ Մյուսը, օրինակ bottom sheet-երը, որոնք նվազեցնում են էկրանից էկրան transition-ների քանակը։ Դուք կարող քլիքը բաներ կազմակերպեք, օրինակ bottom sheet-երով ու full screen տարբերակով։ Նույնը կարող ապահովել հենց այս տարբերակով, տարատեսակ ձևերով։ Այսինքն դուք եք որոշում, թե կուզենաք transition լինի ձեր էկրանից էկրան, թե որոշակի բաներ բացելու եք, օրինակ full screen տարբերակով կամ bottom sheet-ով կամ կես screen տարբերակով, այդ ոնց որ ձեր որոշելիքն է, հա։ Նույնը տեսեք, սլայդերներն է։ Եք, օրինակ նա progress bar էր, որը զուտ progress bar էր, իսկ սա զուտ հիմա սլայդերներն է, որը որտեղ էլի չկա liquid glass-ը, բայց ես երկար քլիքի ժամանակ, որ արդեն սկսեմ իրան տանել աջ ցախ, ինքը ամբողջությամբ աշխատում է liquid glass էֆեկտով։ Ու սա եւս պետքա developer-ին ասել սրա մասին ու ոնց որ կազմակերպել այդ պահը։ Ամ, այս հենց նրբություններ կան հենց liquid glass design դոկումենտացիայի մեջ, որը ծոր դուք չեք գտնի այստեղ էլի ու դրա մասին անպայման պետքա կարդալ։ Ես հիմա փորձեմ ձեզ եւս մեկ screen ցույց տալ, որը կապված է իրենց դոկումենտացիաների հետ։ Տեսեք, սա իրենց դոկումենտացիան է։ Դոկումենտացիայի մեջ ուշադրություն դարձրեք, արդեն liquid glass ինքը էֆեկտը ստացել է իր մեջ։ Չգիտեմ, երևում է իմ էկրանը։ Տեսեք, ինքը ամբողջությամբ ստացել է այս liquid glass էֆեկտը։ Նույնը WatchOS-ի վրա որոշակի բաներ կան, պարամետրեր կան, հա, բայց ինքը այստեղ էլ չի ասում, թե սա ոնց է աշխատում։ Հետևաբար սա նաև էլի պետք է նայել էլի development site։ Ու լիքը նմանատիպ էլեմենտներ կան, կոմպոնենտներ կան, որոնք աշխատում են liquid glass-ով, բայց ներկայացված չեն։ Ինչևէ, այս է պատճառը երբեմն դառնում, որ իրանք չեն տալիս մեզ full control, որովհետև շատ դեպքերում իրանք տալիս են մեզ limited customization-ներ, այսինքն limit են դնում, շատ դեպքերում իրանք մեր ոնց որ այդ behavior-ի վրա ասենց երբեմն ազդում են, հա, փորձում են միշտ այսպես ասած գիտեք ոնց որ այսպես էլեմենտների վրա աշխատելու ժամանակ ասում են sense պետք է աշխատես ու վերջ, էլի սահմանափակումներ են դնում էլի։ Եվ մյուսը որ ոնց որ էլի controlled material responses, այսինքն իրանք միշտ փորձում են այդ քիչ առաջ որ ցույց տվեց օրինակ սլայդերի պարագայում, հա, դա ոնց աշխատի, ինչ աշխատի, ինչ ձև աշխատի, էլի փորձում են այնպես անենք, որ մենք կարողանանք այդ ամեն ինչը ոնց որ control անենք էլի սահմանափակ ձևաչափով։ Ինչի, որովհետև նայեք, որ դիզայներները սիրում են customization-ներ, որտեվ այդտեղ ոնց որ դիզայները կարա ինչ customization ուզես անի, հա, գույնը հեչ։ Գույնը հեչ, բայց ֆունկցիոնալ տեսանկյունից կարա customization-ներ անի, ինչ որ UI-ական տեսանկյունից կարա customization-ներ անի, որոնք կվնասեն տվյալ էլեմենտի աշխատանքին։ Իհարկե դա
ոնց որ այս customization-ները, ոնց որ այս սահմանափակումները եւ ամեն ինչը, հա, որը կա, դա իրանք անում են հատուկ, որպեսզի նվազեցնեն խաոսը, որպեսզի ավելի usability-ի վրա շեշտը դնեն ու չփչանա usability-ն, հա, եւ մյուս տեսանկյունից լինի consistency բոլոր էկրանների ու էլեմենտների միջև։ Բայց customization-ներից խուսափել միանշանակ չեն կարող, որովհետև ամեն application տարբեր ձևա behave անում ու իհարկե customization-ները պետքա լինեն, բայց իրենք ինչ են ասում։ Իրանք ասում են ուզում ես գնա custom element օգտագործի, տենց աշխատացրու իմ էլեմենտների հետ գործ չունես։ Իմ էլեմենտները, իմ կոմպոնենտները տալիս են քեզ այսքան հնարավորություն ու դու օգտագործի այսքան հնարավորությունը, էդ ես ուզում։ Եթե շատ ես ուզում, այտենց լինի։ Ու դա կարծում եմ, որ նորմալ է այդ պարագայում։ Դրա համար, որ նայեք տարբեր տեսակի application-ներ, որոնք հիմա աշխատում են Liquid Glass-ով, զուտ կհասկանաք, որ մեկինը կարա ինչ-որ միտեղ custom մի բան լինի, մեկինը full native կարա լինի, հա, ու ամեն մեկը տարբեր վարքագիծ ունի։ Էդ էլ է շատ հետաքրքիր։ Ա, Կա այստեղից հարցեր։ Շատ լավ, եթե հարցեր չկա, կարող ենք անցնել առաջ, բայց ես այստեղ մեկ լրացում էլ անեմ, էլի, տեսեք ոնց է, շատ դեպքերում ոչ թե այդ customization-ները կատարվում են դիզայնի կտորով, այսինքն մենակ դիզայներների համար, այլ full development site, այսինքն իրանք ոնց որ նաև այդ ամեն ինչը կազմակերպում են developer-ների համար։ Իրանք ասում են ժողովուրդ ջան, դուք էլ եք customization-ներ չեք կարող անել, ձեզ ինչ տալիս ենք, էսա։ Ուզում եք ուզեք, չեք ուզում, մի ուզեք։ Գնացեք ձեր համար custom ինչ-որ էլեմենտ սարքեք, բայց ասում եմ, եթե դու ուզում ես liquid class աշխատացնես, էսա իմ էլեմենտը, իմ էլեմենտի behavior-ն էլ է էս։ Աշխատի սա օգտագործես։ Ոստեղ արդեն մեր եւ developer-ների միջև շփումը պետքա շատ լինի, որpիսի կարողանանք այդ փոփոխությունը կատարել։ Ես նորից կասեմ, iOS 26-ի փոփոխությունը հեշտ չի անել application-ների մեջ։ Ինքը բավականին բարդ է ու պահանջում է շատ ռեսուրս գիտելիքի տեսանկյունից եւ ժամանակ, որpիսի դուք ծախսեք դա ուսումնասիրելու համար, թե որպես դիզայներ եւ թե արդեն որպես development-ի կտորի վրա, որտեղ այդտեղ լիքը նրբություններ կա։ Հիմա ամբողջությամբ աշխատում է Swift UI-ով, OS-ը, էլ Objective-C չկա, էլի, աշխատում է Swift UI-ով ու Swift UI-ը էլի համ լավ է, համ վատ է, էլի, այդ սահմանափակումների մասով էլ է ինքը վատ, որտեղ շատ դեպքերում շատ սահմանափակումներ տալիս է։ Բայց ժողովուրդ, հիշեք միշտ, որ անհնար ոչինչ չկա, ինչ ուզեք կարաք ստանաք։ Սուտ պետքա մոտեցումը լինի գրագետ։ Ինչքան ձեր մոտեցումը լինի գրագետ ու ինչքան դուք փորձեք շատ կարդալ, շատ ուսումնասիրել, շատ հասկանալ ոնց է աշխատում, ինչ է աշխատում, որտեղ ինչի է տանել եւ այլն, դուք արագ կհասնեք արդյունքի ու դա կլինի ձեր success-ը ու տես նաև ձեր հետ learning-ը ստանում, հա, կսովորի նաև developer-ը ու նաև ինքը ձեզ կսովորացնի, դուք ոնց որ փոխադարձ կլինի, դուք էլ իրան կսովորացնեք ու այդպես դուք կկարողանաք ոնց որ հասնել լավ դրական փոփոխությունների, որը ձեր application-ը կհանի նոր մակարդակի։ Իսկ պայմանական ասեմ, շտապելով փոխել ինտերֆեյսը սարքել իրան iOS 26, պետք է հասկանալ, երբ որ դու navigation-ներդ էլ նաև սարքես iOS 26 ու եւ այլն, ոնց որ sense սա փոխվում է, քո application-ի behavior-ը փոխվում է արդեն, ու դու պետքա նոր իրողությունների հետ համակերպվես ու էլի լիքը գործեր է բացվում քո համար, որը չպետքա բացվեր, օրինակ, չէր բացվի, օրինակ, նախորդ օպերացիոն սիստեմի կոմպոնենտները պահելու ժամանակ կամ ինչ-որ custom էլեմենտներ պահելու ժամանակ։ Բայց երբ որ դու փոխում ես, դու արդեն ընդունում ես այդ խաղի կանոնները ու դու սկսում ես նոր այդ խաղի կանոններով առաջ շարժվել։ Ինչա սպասվում ես, դե արդեն 25-ը անցնում է, հեսա մի 11 օրից արդեն, հա, էլ 12 օրից 25 թվականը չի, բայց 26 թվականին ասեմ, որ 26 թվականին մեզ սպասվում է հետևյալը։ Նախ մենք պետք է ուսումնասիրենք
transition-ները, հա, այսինքն motion logic-ները ոնց են իրանք աշխատում։ Իդեպ շատ դիզայն սիստեմներ, երբ որ դուք նայեք, շատ դիզայն սիստեմների մեջ դուք կտեսնեք, որ motion-ի logic-ներ կան, ու այդ motion-ի logic-ները պատահական դրած չեն։ Օրինակ, material design-ի մեջ գոյություն ունի motion-ի logic, որը developer-ը կարա ցանկացած ժամանակ անջատի, կամ iOS-ի մեջ գոյություն ունեն motion logic-ներ, որոնք դուք չեք տեսնելու։ Դա տեսնելու է developer-ը, որտեվ դուք պետք է ոնց որ development-ի հետ ակտիվ աշխատեք, որպեսզի իրենք ձեզ ցույց տան տվյալ motion-ը ոնց է կատարվում։ Այդ motion-ի logic-ը դուք շատ ժամանակ կարաք տեսնեք ձեր device-ների մեջ ու փորձեք development-ի հետ խոսալ, որպեսզի իրենք implement-են այն motion-ի logic-ները, որոնք որ աշխատում են ձեր application-ների մեջ, ձեր հեռախոսների մեջ։ Ինչքանով որ դա հնարավոր կլինի։ Ամեն դեպքում եթե խոսքը գնում է liquid glass-ի մասին, մենք պետք է խոսանք հենց պետք է մտածենք motion-ի logic-ի տեսանկյունից, page transaction-ների, հա, ամեն ինչի։ Մյուսը մենք պետք է ոնց որ խոսենք, մտածենք system thinking-ի մասին, հա, ոնց որ տեսեք սիստեմը ամեն ինչ սիստեմատիկ բնույթ ունի։ Ես պատահական չի որ ասացի, որ շատ դեպքերում ոնց որ պետքա դուք application-ները օգտագործեք, որպեսզի հասկանաք ոնց է ինքը ձեր ձեռքի տակ աշխատում, հետեւաբար երբ որ դուք փոխեք ձեր navigation-ները, ձեր ամբողջ application-ի behavior-ը փոխվում է եւ նաեւ սիստեմատիկ ձեր application-ը փոխվելու է դեպի գնալու է նորին, ու երբ որ դուք նոր բան եք ունենալու, դուք պետքա այդ նոր իրողությունները ելի համապատասխանեցնեք հենց iOS 26-ին։ Performance-ի տեսանկյունից մեզ համար, մեզ որպես UX դիզայներներ, որպես product դիզայներներ շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք performance-ը ստաբիլ պահել։ Այդ շատ կարևոր է, որովհետև եթե տուժում է performance-ը, ավտոմատ տուժում է usability-ն ու user experience-ը։ Այդ միշտ հիշեք, այդ այդպես է ու այդպես էլ մնալու է։ Այն application-ը, որը կախում է, որը, շեմ ասենք, պարբերաբար ինչ որ գործողության ժամանակ delay-ներ է ունենում, ունի performance-ի խնդիր ու ունի ավտոմատ usability-ի խնդիր, որը լուծել հնարավոր է մենակ ու մենակ տեխնիկական սայդում։ Եվ իհարկե դուք կարող եք այդ լուծումը ինչ որ առաջարկեք ավելի թեթևացնելու համար ինտերֆեյսը, բայց դա արդեն ինտերֆեյսային change-եր է։ Մյուսը, որ վարքագծային UX-ը, հա, մարդը ոնց է մտածում, մարդը ինչ պահելաձև կունենա application-ի մեջ, մարդը ինչպես է սկսում արդեն մտածել ու ինչ էմոցիաներ է ապրում ու ինչ մոտիվացիա է ունենում iOS 26-ը օգտագործելու ժամանակ։ Ամեն դեպքում էս չի վերաբերվում մենակ iOS 26-ի վրա, որովհետև iOS 26-ը այս ոչ առաջինն է, ոչ էլ վերջինն է վստահ լինելու, դուրս են գալուց նոր օպերացիոն համակարգեր, բայց հիմքը հանդիսանալու է հենց iOS 26-ը այս նոր դարաշրջանի։ Ինչ գիտենք, 2026 թվականի շատ հնարավոր է տեղի ունենա material design-ի change-եր, օրինակ, իրանք էլ որոշեն ինչ որ sense liquid glass էֆեկտներ մտցնեն իրենց օպերացիոն համակարգի մեջ։ Որտեղ արդեն մեր ոնց որ գործը ավելի է բարդանում, որտեղ կա երկու տարբեր օպերացիոն համակարգեր ու կա երկու հատ challenge մեզ համար լուծել երկու տեղի խնդիրները, որը հետագայում կարա մեր համար բարդություններ առաջացնի, բայց իմանալով ամեն ինչ ու մտնելով արդեն այս նոր իրողությունների մեջ, փորձեք ինքներդ ինտերֆեյսներ սարքել հենց liquid glass-ով, հա, հասկանաք դա ոնց է աշխատում։ Մի վախեցեք, եթե թեկուզ չեք թարմացրել ձեր օպերացիոն համակարգերը, թարմացրեք, աշխատեք իր հետ, տեսեք ինչ ինքը ունի ու ինքը ինչ behavior ունի ձեր ամեն մի քլիքի ժամանակ, ինչ interaction է ձեզ տալիս, միկրոէլեմենտները ոնց են աշխատում, միկրո ինտերակշնները ոնց են աշխատում, ու այդ ամեն ինչը ձեզ որպես մասնագետ լավ կզարգացնի, դուք արդեն կհասկանաք, թե հետագայում ինտերֆեյսներ կառուցելուց ինչ լուծումներ կարող եք օգտագործել։ Ես եւս ձեզ մեկ բան կուզենամ այստեղ ցույց տալ Infigma-ի մեջ, տեսեք, հեսա tab բառը որ բացեմ, tab բառը որպես այդպիսին, որ ուշադրություն դարձնեք, տեսեք ինքը այստեղ save է, ես այս նույնը վերցրել եմ, copy եմ արել, գցել եմ ստեղ, ուրիշ ոչինչ չեմ արել, հա, բայց ինքը save է նրա համար, որովհետև ինքը ամբողջությամբ ստացել է liquid glass էֆեկտը։
իր տակ արդեն ինքը էֆեկտները դրված է, բայց նույնիսկ եթե նկատում եք, արդեն այս որ ուզենամ էկրանից էկրան փոխեմ, այդ փոփոխության այդ էֆեկտը հենց այստեղ չկա։ Այստեղ կա default տարբերակը, ու այստեղ կա մեկ էլ այսպես մի հատ տարբերակ, PG կոնտեքստի մասին է խոսքը, արդեն սա էլ default։ Այսինքն ինքը չկա այս փոփոխվող տարբերակը, թե ես որն եմ ուզում։ Կա մեկ էլ sense separate search-ով, հա, եւ կա նաեւ այս թաբերի քանակը, թե քանի հատ ես ուզում որ լինի։ Ինչով է, բայց բուն առումով որ ես տեսնեմ այդ transaction-ը ոնց է աշխատում, այստեղ ես դա չեմ գտնի։ Դրա համար եմ ասում, որ պարբերաբար պետք է փորձեք ձեր application-ները, ձեր օպերացիոն համակարգերը օգտագործեք, որպեսզի ավելի հեշտանա ձեր գործը։ Եվ որ տակից background-ը հանեմ, միանշանակ ինքը սևանալու է։ Ինքը սևանալու է, որովհետև իր վրա արդեն այդ էֆեկտները աշխատում են։ Դե արդեն այստեղ պետք է գտնել էլի իրենց։ Ինչով է, սենց է ինքը աշխատում, ինքը էլեմենտների տեսանկյունից այսպես է behave անում, դրա համար ոնց որ օգտագործեք չվախենաք, որ ինքը սենց սև է, որ դուք տնեք ցանկացած ինտերֆեյսի վրա, իրանք արդեն իրենց գույնը ստանալու են։ Նույնը վերաբերվում է dark mode-ին։ Եվ ի դեպ, ես եւս մեկ տրիկ այստեղ ցույց տամ։ Հիմա որ փորձենք տարբեր տեսակի գույներ փոխել այստեղ, ինքը արդեն կախված գույնից իր բանը ստանալու է։ Հետևի background-ը, իր ձևը, դիրքը, իր lighting-ը ինքը վերցնում է իր վրա։ Բայց կոդի մեջ շատ հնարավոր է, որ մեր այս էլեմենտը շատ հնարավոր է մի փոքր տարբերություններ տան։ Օրինակ կանաչի դեպքում դուք ուշադրություն դարձրեք, տեսեք ոնց է փոխվում։ Նույնը դեղինի դեպքում, հա։ Ամեն դեպքում ինքը աշխատելու է ձեր կոնտենտի հետ, դրա համար մի փոքր պետք է այս մասով էլ էլի ուշադիր լինել, որ accessibility խնդիրներ եթե լինեն, փորձեք լուծել։ Այստեղ էլ չկա։ Liquid glass որպես կանոն այստեղ չկա։ Շատ հնարավոր է, բայց ավելացնեն էլի։ Այս արդեն կախված թե իրանք ոնց են մտածում, ինչ update-ներ պետք է անեն։ Այսօրվա համար ոնց որ պատրաստել է այսքանը, ձեզ համար եթե կան հարցեր, սիրով ձեր հարցերին կպատասխանեմ, եթե չէ, ոնց որ կարող ենք այսօրվա մեր վեբինարը ավարտել, արդեն ռեկորդինգները կգա ձեր մեյլերին եւ նաեւ արդեն կտեղադրեմ իմ Telegram channel-ում, կարող եք այդտեղ էլ նայել, եթե կուզենաք ինչ-որ բաներ հետ նայել, հետ վերադառնալ, հա։ Ամեն դեպքում, բայց խորհուրդս կուզենամ տալ նաեւ, որ միշտ փորձեք նոր նորություններին ավելի արագ արձագանքեք ու ավելի արագ փորձեք դրանք օգտագործել, որը ձեզ կօգնի ավելի շուտ հասկանալ, թե տվյալ դեպքում տվյալ տեխնոլոգիան ոնց է աշխատում, ինչ ձև է աշխատում, հա, ինչ behavioral pattern-ներ ունի, որովհետև հիմա բոլոր application-ները, երբ որ դուք տեսնեք liquid glass, ավտոմատ հասկանալու եք, որ ինքը ունի behavioral pattern-ներ արդեն ու ավելի շատ ու ավելի դժվար է լինելու այդտեղ նաև անալիտիկայի տեսանկյունից ու արդեն data ստանալու տեսանկյունից էլ էլի ոնց որ պետքա արդեն ինտերֆեյսները նայելուց նաև նայեք թե մարդիկ ոնց են ինտերակտ լինում ձեր կոմպոնենտների հետ օրինակ liquid glass-ի կոմպոնենտների հետ որը միանշանակ կարա ձեր մոտ լիքը նոր փորձություններ ավելացնի, նոր գիտելիքներ կարաք դրանից ստանաք ու լիքը բան կհասկանաք այդ տարատեսակ տեստերից։ Կան հարցեր, որոնք կուզենաք տակ։ Ձեզ էլ եմ շնորհակալ, որ միացաք այսօրվա մեր վեբինարին, ոնց որ շատ շնորհակալ եմ, որ միացաք այսօրվա մեր վեբինարին ու ոնց որ կիսեցի ձեզ հետ այս liquid glass-ի մասին
իմ պրեզենտացիան, որովհետև շատ կուզենայի օրինակներ լիներ, բայց ցավոք շատ դեպքերում օրինակներ հենց real time օրինակներ շատ քիչ են ձեռքի տակ, որովհետև դեռ ոչ բոլոր application-ներն են այստեղ փոփոխությունների ենթարկվել, որոնք նոր են, հա, որոնք սկիսատ ինչ որ փոփոխություններ են լինում ու դրա իսկ պատճառով չի լինում դրանք ձեզ հետ ոնց որ showcase անել, բայց փորձեմ արդեն բարբերաբար տարբեր channel-ներով, իմ անձնական channel-ներով ձեզ հետ շատ կիսվել նմանատիպ application-ներով ու նորություններով կապի մեջ կմնանք, սա ոնց որ մեր հերթական վեբինարներից մեկն էր եւ արդեն մեծ սիրով կսպասեմ բոլորիդ մեր մյուս վեբինարներին։ I don't care that. I just wanna birthday shit the bitch. We don't care that. We saw a pussy figure say some.